Այս շաբաթ վերջապես գարուն կգա, չափազանց ցուրտ ձմեռից հետո գարնան գալուստը հատկապես սպասված է։ Մասնագետներն արդեն վերլուծել են տվյալները, թե որքան խիստ էր ձմեռը ու ինչ անոմալիաներ գրանցվեցին վերջին 100 օրում։ Նախ գրեթե 1 ամիս Արարատյան դաշտն ու Երևանը մնացին մառախուղով պատված։ Սևանի մակերևույթը սառցակալեց, ձյան հաստ շերտը դեռ պահպանվում է։ Այս ընթացքում ցրտի կամ ձյան համար շատ հեռուստադիտողներ մեղադրում էին հիդրոմետին կամ Լիլի հովերին։ Իմ հյուրը ժամի մեկնաբան Լիլի հովերն է, ողջույն Լիլի։ Բարի երեկո։ Լիլի, ինչպես էր դիմակայում այդ մեղադրանքներին և կատակներին։ Խնդիր չէր առաջանում դիմակայելու, Զոհրաբ, որովհետև շատ հաճախ մեր ժողովուրդը այնքան հումորով էր կատակում, այնքան տաղանդավոր, որ նույնիսկ մի քանի օր առիթ եմ ունեցել բարձրաձայն ծիծաղելու։ Լիլի, իսկ ինչպես անձամբ տարար ձմեռը։ Եթե անկեղծ ասեմ, ապա թույլ չտվեցի ինձ ունենալ այդ ձմեռային դեպրեսիան, որպեսզի կարողանամ հեռուստադիտողին ճիշտ նեյտրալ տեսակետից ներկայացնել տեսությունը, եղանակի եւ այդ օրերի ցուրտը, եւ հենց հիմա հասկացա, որ ձմեռը ավարտվում է։ Իսկ ինչ են ասում մասնագետները, ինչպիսի ձմեռ ենք ունեցել։ Զգացողության իմաստով այս ձմեռը բավական ծանր էր, բայց մասնագետների համոզմամբ սա դեռ անոմալ ցուրտ ձմեռ չէր։ Օդերուհտաբանական դիտարկումների 170 տարվա պատմության ընթացքում եղել են ավելի սաստիկ ձմեռներ, որոնց ժամանակ Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում 90 օր մառախուղը չի թուլացել, գրանցվել է մինչև 30 աստիճան տևական ցուրտ։ Այդ իմաստով Հայաստանում գրանցվել են ավելի ցուրտ ձմեռներ։ Ըստ հիդրոմետ ծառայության օդերուհտաբանության կենտրոնի տվյալների, սաստիկ ցուրտ է դիտվել 1932, 33, 53, 54, 57, 1972 եւ 85 թվականներին։ Այս տարվա միակ անոմալիան հաստատված ձնածածկույթն է, որն առայժմ չի վերանում։ Այս երևույթը հանդիպում է 100 տարում ամենաշատը 2 անգամ։ Այն Արարատյան դաշտում հաստատվել է անցած տարվա դեկտեմբերի 14-ին, պահպանվում է մինչև այսօր։ Այժմ այս տարվա եւս մեկ եղանակային ոչ սովորական իրադարձության մասին, որը տեղի է ունեցել Գեղարքունիքում։ Սևանալիճը մնում է համատարած սառցակալած։ Նման մասշտաբային երևույթ վերջին անգամ գրանցվել էր 5 տարի առաջ։ Այս պահին լճի սառույցի հաստությունը կազմում է մինչև 15 սանտիմետր եւ առայժմ դրական տեղաշարժ չի նկատվում։ Միայն ջերմությունը բավարար չէ հալոցքի համար, անհրաժեշտ են նաեւ քամիներ։ Եվ գլխավոր հարցը երբ կգա գարունը, որքան էլ պարզունակ հնչի, բայց գարունը կգա ըստ օրացույցի։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը դարձյալ աստիճանաբար կբարձրանա։